խորհրդարանական այս լուսումներից ինչ ակնկալիքներ ունեք, ընդհանուր առմամբ ինչպես կանդրադառնա քաղաքապետարների ազատ արձակման վրա, հատկապես որ այստեղ չկա դատախազ, որին հրավիրել էի խաղ։ Տեսեք, լսումները այս օրերին շատ կարևոր են, որովհետև ինքը իրոք օրակարգային խնդիր է, կարող է մի հատ բարձրանամ վերև։ Կարևոր է բոլոր խնդիրները բարձրաձայնել կոնկրետ օրինակներով ցույց տալ այս իշխանությունների անօրինականությունների, ռեպրեսիաների եւ առասարակ սահմանադրական կարգի դեմ ոտնձգությունների շրջանակներում, ինչա կատարվում էր երկրում։ Գլխավոր դատախազը, ով մեկ շաբաթ առաջ այս դահլիճում մասնակցում էր մարտի 1-ի ողբերգական դեպքերի քաղաքական շահարկմանը, այսօր խուսափեց ներկա լինելու, որովհետև վստահաբար ինքը չունի հնչեցված փաստերին հակափաստարկներ եւ պատասխաններ այն բոլոր ապօրինությունների հետ կապված, որ նախաձեռնում կամ անմիջական մասնակցում է գլխավոր դատախազ։ Նաև հրավիրել ենք միջազգային կազմակերպություններին Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին, ովքեր եկել են շնորհակալ ենք, բայց ստեղ էլ մասնակցությունը բավականին, կարծեմ 2 թե 3 դեսպանատնից ներկայացուցիչ կա, ստեղ էլ պետք է արձանագրել, մեկը Միացյալ Նահանգների, այն երկուսը չեմ հիշում, բայց կարծեմ 3-ն էին։ Ստեղ էլ պետք է արձանագրել ընդհանուր հետևյալ փաստը, որ խուսափել են գան եւ մոտիկից ծանոթանան Հայաստանի ժողովրդավարության իրական պատկերին, չնայած մենք ստեղի զեկույցները եւ արձանագրությունները իրենց ուղարկել են։ Իշխանությունների այսպես հեռագիրը տեսնում եք, այստեղ որ ասենք խորհրդված լինել պետք չի գնալ, թե ամեն դեպքում իրենք Այստեղ հստակ տեսնում ենք երկակի ստանդարտ եւ մենք միշտ պետք է հիշենք, երբ որ ոստիկանությունը ցուցարարների վրա կրակ բացեց եւ 100-ից ավել վիավորներ քաղաքացիների շրջանում տեղ ունեցավ, Եվրամիության Հայաստանի ներկայացուցիչը Միացյալ Նահանգների դեսպանատունը ողջունեցին ուժային կառույցներին համաչափ քայլերի եւ գործողությունների համար։ Սա երկակի ստանդարտ է, որը վերջին տարիներին կիրառվում է եւ հեսա ժողովրդավարության մասին իրենց պատկերացնում։ Սաղաթելյան, ընդդիմության բաց թողումը դուք չեք տեսնում այս հարցում, որ բավարար աշխատանք չի տարվել նրանց ուղղությամբ եւ բացի այդ տևական ժամանակի առաջարկում է, որ միասնական հարթակ ստեղծվի, որը կկազմակերպվի եւ միջազգային գործընկերներին նաեւ նամակներ կուղարկվեն եւ տարբեր մեխանիզմներով կաշխատեն։ Հիմա ինչու դա չի ստեղծվում։ Հայաստան խմբակցությունը, Դաշնակցության Հայդատի գրասենյակները եւ մեր բոլոր արտաքին կապերով պարբերաբար Հայաստանում տեղ ունեցած բռնաճնշումների, ապօրինությունների, այս ամեն ինչի մասին մենք տեղյակ պահում ենք եւ նամակներով դիմում ենք։ Կա առաջարկ, պատրաստ ենք, մենք չենք առանձնացնում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ընդհանուր հարթակի միասնական ճակատով պայքարելու հետ կապված, ես մի ամբողջական առաջարկություն եմ հնչեցրել ու դա ոչ միայն առաջարկություն, այլ նաև դրան հետևելու են քայլեր եւ գործողություններ։ Դուք այսօր էլի հնչեցիք այդ առաջարկը, որ միավորվի ընդդիմությունը, բայց ես ընդդիմության միավորման մասին չեմ առաջարկություն հնչեցրել, ես հնչեցրել եմ հետևյալի մասին, որ կան կարևոր առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ ընդդիմությունը պետք է համագործակցի։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը, պետական, ազգային մտածողություն ունեցող, հասարակական եւ քաղաքական շրջանակները այդ հարցերի շուրջ պետք է համագործակցեն եւ մենք հաջորդ շաբաթվանից սկսելու ենք դաշտի դերակատար ուժերի հետ խորհրդակցություններ եւ կարծում ենք, որ դաշտում գտնվող ուժերը պարտավոր են համախմբել իրենց ուժերը, մեկտեղել եւ համատեղ ռեսուրսներով այս ռեպրեսիաներին դիմագրավելու համար։ Ընդհանուր միավորման մասին քննարկում չկա ու խոսնել ընդհանրապես դրա մասին չի։ Մի քանի հարցերի շուրջ այս իշխանությունների կողմից ձեռնարկված ռեպրեսիաներին, բռնություններին, ազատությունների սահմանափակման նկատմամբ ձևավորվել համարժեք հակազդեցություն, ընդդիմադիր դաշտում բացառել միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը, քաղբանտարկյալների իրավունքների հարցով ամբողջությամբ
միասնաբար պայքարել նաև իրենց իրավունքների եւ ազատության համար ու նաև ակնհայտ է որ այս իշխանությունը ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար եւ այդ տեղի ունենալու արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով օգտագործել է ողջ պետական ռեսուրսը, բոլոր իր հնարավորությունները, փորձելու է քաղաքական հակառակորդներին չեզոքացնել, այս հարցում եւս ընդդիմությունը պետք է համագործակցի եւ կանխի այս Չարիքի իշխանության վերարտադրությունը։ Պարոն Սաղաթելյան, Մարդուրյանքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը այսօր ասուլիս է տվել եւ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը սողում է նախկին նախագահներից եւ պետք է նրանք չմասնակցեն ընտրությունների, դուրս գան քաղաքականությունից, որպեսզի հնարավոր լինի հաղթել Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, այդ ընտրություններին չմասնակցելու խոսույթը նախկինների ներկաների դա նիկոլական խոսույթ։ Ես ցավում եմ, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժը իր քայլերը սկսում է նիկոլական խոսույթով, անկեղծ ցավում եմ դրա համար եւ կարծում եմ դա հաջողության հասնելու ճանապարհը չի։ Պարոն Սաղաթելյան, կարող եք լուսավորել հանրությանը Արման Թաթոյանի հետ կապված որոշակի խոսակցություններ կային, որ ընդդիմադիրները նրան են դիտարկել որպես միասնական տեխնացու պայքարի ժամանակ, պայքարի օրերին։ Այդպիսի բան եղել է թե ոչ, որովհետև հիմա քաղաքական հայտ է ներկայացրել մի մարդ, որը նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել։ Ես չեմ ուզում վերադառնալ այդ մանրամասներին, քննարկումներ եղել են, Բագրատ Սրբազանը այդ հարցին շատ ավելի հանգամանալից կարող է պատասխանել, ես էլ որոշ քննարկումների ներկա եղել եմ, բայց երբեք ընդդիմադիր դաշտի որևէ ուժ, նոր, հին, նախկին մեր համար թիրախ չի եղել եւ չի լինելու, ափսոսում եմ, որ իրենց մուտքը սկսում են նման խոսույթով։ Պարոն Սաղաթելյան, Գավառ Սիմոնյան այսօր եկավ մի բան հետևում էր լսումներին եւ նորից ասում են, որ այս ընդդիմությունը, այսպես իրենց ամենահարմար ընդդիմությունն է, միշտեր օրինակ ձեր քվերով ասում արդեն քաղաքական տխապաճառներով, եթե իրենց հարմար ընդդիմությունն է, օրինակ ինչու Արամ Զավենի Սարգսյանի այդ հանրապետություն կուսակցությունից ինչ-որ ձերբակալություններ չեն անում, ինքը ասում է, որ օրինակ իրենք այդպեսի ընդդիմություն։ Դուք հարցին պատասխանեցիք, այսինքն եթե այդքան հարմար ընդդիմություն են, գիշեր-ցերեկ ինչ են ձերբակալում, Դաշնակցության երիտասարդական միությունից մինչև Գերագույն մարմնի անդամ հենց հիմա տարբեր մեղադրանքներ եւ կալանքներ կա։ Ընդդիմադիր դաշտի 60 քաղբանտարկյալ կա այս երկրում։ Եթե այդքան հարմար է այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, ինչի են այսքան հալածում։ Գուցե դրանով եք հենց հարմար, որ մեր կարող են ձեզ բռնել, հալածել, կանել, իսպեսնել, ճնշել, չեզոքացնել։ Իսկ գուցե մնացածը հարմարվել են իրավիճակին դրա համար իրանց հետևից չեն գնում։ Իսկ գուցե այդ Նիկոլ այդ խոսույթը դնում է ու որոշ ընդդիմադիր դաշտում էլ որոշները դա կրկնում են Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու համար։ Այնքան պարզ ու ակնհայտ է, դե չեն պայքարում, հիմա Աստված իրանց, ինչի իրանցից իջում եկա ակնկալում էր, որ պետք է պայքարեի։ Պարոն Սաղաթելյան, այո, Բաքվում ափոխայգերի եւ պատանտների հետ կապված մեկ հարց, տեսեք, այնտեղ գնացել էին Հայաստանի քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ, որոնք այդպես էլ չեն կարողացել նրանց հետ տեսակցել։ Այս առումով ինչ անելիք ներկա մասնավորապես գրասենյակը Սփյուռքի մեր հայրենակիցները ինչպես կարող են այս խնդիրը բարձրացնել։ Նախ այդ այցի մասին դա խայտարակություն էր, դա խաղաղություն երկու ժողովուրդների միջև վստահություն ձևավորելու մասին չէր, դա արժանապատվության, կորստի եւ հայկական շահերի սպասարկումից առհասարակ հրաժարվելու դրսևորում էր։ Ադրբեջանը պետք է իմանա եւ Ալիևի վարչակազմը, որ ինքը ում հետ որ հանդիպել է, դրանք հայ ժողովրդի հետ որևէ կապ եւ առնչություն չունեն։ Իրենք հանդիպել են իրենց ազդեցության գործակալների հետ։ Հետևաբար նրանք չեն կարող ներկայացնել հայկական կողմը եւ հայ ժողովրդին։ Այս պետք է արձանագրենք ու սրանք վերադառնալուց հետո այն քարոզչությունը Ադրբեջանի, այն պատվիրակությունը, որ գնացել է Ադրբեջան ու վերադարձել է Ադրբեջանի շահերը առաջ է տանում Հայաստանում, դրանք հայ ժողովրդի, հայկական պետականության, մեր ինքնության հետ որևէ առնչություն չունեն։ Դրանք
ազդեցության գործակալներ են, որ սպասարկում են այդ պետությունների շահերը։ Իմիջայլոց այդտեղ միակ լավ բանը այն է, որ արդեն սկսել են բացահայտ այդ ամեն ինչը անել։ Հետևաբար, երբ որ ամեն օր հանրային հեռուստաընկերության, Հայկական ժամանակի, Civic-ների եթերով այս գործակալական ցանցի ներկայացուցիչները ազդեցության հարցազրույցներ են ունենում, պետք է հասկանան իրենք որ պետությունն են ներկայացնում Հայաստանում։ Իսկ ինչ վերաբերում է Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին, այս հայ ժողովրդի ամոթն է, խայտարակությունն է, իրանք նաև Բաքվում են այս իշխանության գործունեության արդյունքում եւ Հայաստանի այսօրվա վարչախումբը անմիջական մեղսակցություն ունի Արցախի հայաթափման, էթնիկ զտման, ցեղասպանության եւ Բաքվում գտնվող ռազմագերիների հարցով։ Իրանք ինչ ուզում են ասեն, այդ հարցով չեն զբաղվել ու շարունակում են չզբաղվել։ Պարոն Սաղաթելյան, Ադրբեջանը փոխվեց վտարել են այդտեղ ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունի։ Եվ երբ ասում են, որ գնացել են այնտեղ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ հանդիպել, սա արդեն բան չի, որ այնտեղ ինչ քաղաքասարակություն, որ մի հատ էլ Ինչ քաղաքասարակություն, նույն ադրբեջանական այսպես կոչված քաղաքասարակությունը, որ եկել էր Երևան, ովքեր էին, նրանք ովքեր բլոկադայի մեջ էին պահում մեր հայրենակիցներին 9 ամիս ճանապարհը փակել են։ Ակնհայտ է, չէ, որ այս ամեն ինչի նպատակը ուզում եմ հստակ լինի, հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը իր քայլերով եւ գործողություններով անում են մեկ բան՝ լվանալ Ալիևի այրունոտ ձեռքերը եւ լեգիտիմացնել այն էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, որ տեղի է ունեցել Արցախում։ Այսօրվա Հայաստանի վարչախմբի հիմնական գործառույթը դա է։ Դա կապ չունի ոչ խաղաղության, ոչ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելու, ոչ էլ մնացած հարցերի հետ։ Առանց արդարության վերականգնման, առանց մեր իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, իսկ ռազմագերիները Բաքվի բանտում, այս իրավիճակում այդ այցելությունները պարզապես նրանց Անկարևոր հետևանքներ կարող է ունենալ հենց մեր հայ հասարակության։ մեծ, տեսեք իրենց սրիկայության աստիճանը, ասենք ասում են Հաջիևը մեզ փոխանցել է, թե Բայրամովը, թե Հաջիևը, որ գնացեք հայ ժողովրդին փոխանցեք, որ պատերազմ չի լինել։ Տարածքային պահանջներ Տարածքային պահանջներ չկան։ Դե լավ, մի հատ դուրս բերեք Հայաստանի տարածքից ձեր զորքերը։ Ինչ չեք բերում։ Այսինքն, այո, մեղմ ասած։ Ի պատասխան այս դիտարկումների իշխանության ներկայացուցիչները, նաև քաղաքասարակության ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմությունը խաղաղություն չի ուզում, որովհետև դա ձեռնտու է նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Դրանք կրկին թուրքական քարոզչական թեզեր են, որ ներմուծում են մեր հասարակության մեջ։ Ակնհայտ է, որ Հայաստանի գործող վարչախումբը փորձում է ռուսական ազդեցությունը Հայաստանում չեզոքացնել, դա լրացնել թուրքական ազդեցությամբ եւ ներկայությամբ։ Ամեն ինչ արվում է այդ կոնտեքստում եւ դրա համար այդ նպատակը։ Պարոն Սաղաթելյան, ես հիշում եմ, ինչ դուք ստեղ պատգամավոր եք, այսինքն 21 թվականից հետո ընդդիմությանը մեղադրում են, ասում են ինչու չեք մանդատներ դնում, դրեք վերջապես սրանց հետ ինչ եք անում այստեղ։ Հիմա երբ որ այս տարիներին օրենք ինչեւ իպիչմենտ կան, ընդդիմադիր տարբեր պատգամավորներ, դու պատիվ ունի պատգամավորները ասում են, որ այդ մանդատները մեզ պետք է, որպեսզի մենք օրինակ իպիչմենտի գործընթաց լինի, մենք կարողանանք օգտագործել քվեարկել։ Այ հիմա օրինակ ինչն է խանգարում մանդատներ դնել, որտեղ այդ դել եք, ասում են հենց հանդիպես դուր։ Եթե մեկը ասի, որ մանդատները դնելը ինչա տալու, չէ, իմպիչմենտի չեմ խոսում։ Ինչա տալու այդ մանդատները դնելը։ Հետո այդ նույն մարդիկ չեն ասելու, դա փախուստ էր այս դահլիճում հարցերը բարձրացնելուց, կռվելուց, մեր ընդհանուր նպատակները հետապնդելուց։ Այսինքն այդ մանդատները դնելը ես ասել եմ, մեր համար կլիներ ամենահեշտ թեթը, որտեղ այս միջավայրում գտնվելը։ Այո, այստեղ մեր արժանապատվության շատ հաճախ, մեր առողջության հաշվին այս խմբակցությունը փորձում բոլոր բաներով պայքարել։ Գլուխները պատին են տալի, փոխանակ դնեք ասողները փողակշե, այսինքն իրանց փողոցում պայք։ չափն ու ձևը իմանանց։ նաև դրական հանձնաժողովներից է զրկվում։ Տեսեք, կարող եմ բերել 30 պատճառ մանդատները վայր չդնելու, բայց հակառակ 3 հիմնավոր պատճառ չեն կարող բերել նրանք, ովքեր ասում են, որ մանդատները դրեք։ Մի ժամանակ ասում էին դրեք խորհրդանը կլուծարվի, հետո հասկացան, որ չի լուծարվելու։ Ասում են տեխնաժամ առաջանա չեք լեգիտիմացնել։ Ճգնաժամ այս երկրում ինչ նման հարցերով այլևս վաղուց ճգնաժամ գոյություն ունի եւ դրանով պայմանավորված չի։ Եթե մենք գտնենք դա մեր նպատակներին հասնելու ավելի արդյունավետ ճանապարհ, կանենք, բայց բազմաթիվ անգամ այդ մասին խոսել են պոլիսների Դաշնակցությունը որոշել է, թե ինչ ֆորմատով պետք է հանդես գա ընտրություններին։ Ոչ, այդ մասին ասել ենք առաջիկայում մեր
Կուսակցության գերագույն ժողովը ընտրությունների մասնակցության եւ ձևաչափի հարցը կքննարկի եւ այդ մասին հայտարարության կանենք։ Այս պայն դաշինքը գործում է լիարժեք փոխըմբռնման եւ փոխհստացության Սաղաթելյան մեկ հարցը Վերջի հարցը Փաշինյանը ասել է, պետք է այնպես անենք, որ 26 թվականի ընտրություններից հետո երկրորդ եւ երրորդ նախագահների փոխկապակցված ուժերը այլևս ազգային ժողովում ներկայացված չլինեն։ Իսկ այսօր այդ մասին ուրիշ ով էր ասել նաեւ։ Չէ, Արման Թաթոյանը, հետաքրքիր է։ Եվ Նիկոլ Փաշինյանի երազանքները իրան մեծ հուսախաբություն է սպասում։ Չի կարող այդպես լինել։ Ու ինքը չի որոշող, ինքը շատ փոքր մարդ է որոշում։ Ասում են հիասթափություն է ԿՊ-ին սպասվում, տեսեք ինչ։ Այսինքն Դե ուզում եմ ասեմ, այս ընտրություններից առաջ էլ համենքային այդպես էին ասում։ Տեսեք, քաղաքական պայքար է, ինքը փորձելու ամեն ինչ անի, հիմա հակառակ օրինակներն էլ կարամ ասեմ, բայց ես մի բան կարող եմ վստահեցնել, որ ինքը չի լինելու։ Պարոն Սաղաթելյան, խաղաղության գործընթացի Վահ հետ այնքանս կապված հետևովս գնում գալի ֆռում վերջի հարց։ տեղեկություններ կան, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականը, որ եկել էր Հայաստան, այսպես եւ Ադրբեջան գնացել, ըստ էության մեսիջային է եղել իշխանություններին, որ այս թրիփի նախագծում նաեւ ռուսական ընկերություն պետք է ներգրավենք եւ ըստ այդ հրապարակման, այսպես Հայաստանի իշխանությունները շոկ են ապրել, որտեղ կարծես թե իրենք ավելի հակված են թուրքական որևէ ընկերության ներգրավել, դուք սա ինչպես եք գնահատում, հնարավոր է այս տարբերակը հաշվի առնելով, որ Վաշինգտոնի Ես Մոսկվայի ձեր ասած իմ մանրամասներին չեմ տիրապետում, ամբողջությամբ չեմ կարող մեկնաբանել, բայց ինձ համար ակնհայտ է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է արևմուտքի քողի տակ, իրականում տարածաշրջանում ներկայացված է Թուրքիան եւ ամեն ինչ անելու է եւ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ աշխարհակահաղական տարբեր ենթակառուցվածքները ներգրավվածություն ունենա, իսկ Հայաստանի իշխանությունները Թուրքերի համար բոլոր նպաստավոր միջավայր եւ պայմանները ստեղծելու են։ Սա է սրանց ձեռագիրը, սրանց քաղաքականությունը, եթե կարճ բնութագրենք, հետեւյալն է. Թշնամանալ բարեկամ երկրների հետ, բարեկամանալ թշնամի երկրների հետ, այսինքն կամ առնվազն փորձը։ Հնարավոր համարում եք հաշվի առնելով նույն Ուկրաինայի հարցով Ամերիկայի եւ Ռուսաստանի հիմա բանակցությունները, որ այս հարցով էլ հարավային Կովկասում Ես ընդհանրապես կարծում եմ, որ այն ինչ որ կա նաեւ թղթի վրա, դեռ դրան շատ մեծ եւ անորոշ ճանապարհ կա, որ պետք է անցնել ու շատ բանա դեռ փոխվել։ Մերսի։